ծանր իրավիճակում ենք գտնվում բոլորս։ Տարիների պատմության այդ իր անցած ճանապարհով, իր այդ ապրած այդ կյանքով հանուն եղել է լավ առաջնորդների, լավ ղեկավարների հիման վրա։ Եղեք օրինակելի ծանր ժամանակները, եղեք օրինակելի այս հիմիկվա այս ժամանակներում։ Վաղվա օրը գնալու եք բոլոր ընտրությունների, մարդկանց տվեք հասկանալու ինչ ընտրեն, ում ընտրեն, որովհետև ընտրությունը վաղվա լինելու է ճակատագրական ինչի համար եմ այդ խոսքը շեշտադրում, որովհետև մենք արդեն խնդիր ունենք հայ պատկանելիության, ազգության պատկանելիության, կրոնական պատկանելիության հետ կապված այդ ձևի խնդիրներ ունենք։ Սիրելի հայրենակիցներ, նորից շնորհավորություն բոլորիդ, որ մի մարդու պես քչով ենք, բայց որ ասում ենք քիչ են, բայց մեզ հայ են ասում, այստեղ են ասում, այստեղ կարանք այդ խոսքը ասենք։ Ամեն իրավիճակում թե ծանր այդ պատերազմի ժամանակներն է եղել, թե պատերազմից հետո է, դա կարևոր չի, կարևոր է մարդու դերակատարությունը, զինվորը իր դերակատարությունը մարտի դաշտում ցույցատվել իր հերոսությամբ։ Խաղաղ ժամանակները ամեն մի հայ թող իրան դրսևորի ուրիշ հարցերի մեջ էլի նույն հերոսությունը։ Դա կապած արդեն մարդու դաստիարակությունից, կապած է ինչ սկզբունքներով առաջնորդվում։ Անտարբեր մի եղեք։ Այսօր ես կոնկրետ այն հարթակում եմ ես ակցիան ձևակերպել, որ նկար եմ տեսնում 18 տարեկան մեր երիտասարդին ինչ որ են գցել։ Արդյոք մենք սրանել ենք, որ ասում է հանդուրժում կամ հարմարվում։ 18 տարեկան երեխա, 18 տարեկան երեխան, որ վաղվա ապագան, վաղվա իր կյանքը մայր Հայաստանում պիտի տեսնի, ինչ սկզբունքներով պիտի տեսնի, ինքը պիտի ամեն ձևի զգա իր հայ լինել իր մայր հողում, վաղվա օրը թշնամու ենք մենք բախվելու, ու ես ասեմ ձեզ բախվելու ենք, նմանատիպ երիտասարդներն են էլի մեր առաջնագծում կաղնելու, մեր մեջ կաղնելու, հպարտության առիթ լինելու, եթե չեք այդքան հասկացել, գնացեք մի հատ եռաբլուր տեսեք 18-20 տարեկան երեխեքն են 44 օրյա պատերազմի ընթացքում ջախջախիչ հարված հասցրել թշնամուն, պատմական թշնամուն, բայց դուք նրանց դավաճանեցիք, բայց դուք նրանց թիկունքին տարբեր ձևակերպումներով հանձնեցիք նրանց արյունը թափած հողը։ Այսօր էլ 18 տարեկան երեխան մենակ հայտնվել է մի իրավիճակում, ինել ինչ հանգամանքներով, որ գնացել է եկեղեցի իր Աստծո առաջ, որ ասում է մոմ վառել, էլի հանուն ես երկրի լավ ապագային, գնացել է եկեղեցում մոմ վառել, էլի մեր վաղվա խաղաղության կամ վաղվա լավ ժամանակներին, խիեք է ձևի իրավիճակում հայտում, ղեկավարներ ձեզ եմ ասում, ձեզ բոլորն ունեք երեխեք էլ կա ինչ-որ սխալներ կարող է ցույց տա, բայց երեխան ինչով է երեխա, բայց կարելի է ձևի հանրային ձևակերպում մեր ժողովրդի աչքի առաջ, երիտասարդների աչքի առաջ այդ ձևի, որ ասում մոտեցում ցուցաբերեք, ցուցաբերելու ցույց տվեք թշնամուն, ձեր հզորությունը ցույց տվեք թշնամուն, որ կարողանանք մենք հպարտանանք ձեզանով, բայց մեր ազգի մեջ նմանատիպ ցուցմունքը, այդ որ երեխու նկատմամբ եք անում, դա մեր համար տհաճ բան է, տեսարան է, որ մենք տեսնում ենք, մենք բոլորս ամոթանք ենք զգում այս իրավիճակին, ու ես ուզում եմ անապահ, որ ասում ստատախազիներ, մենք այսքան ներկայացուցիչներով միանում ենք մեր մայրերին այսօր, որ ստեղ նստածույց են հայտարարել, ու կոչ ենք անում ազատ արձակեն այդ երեխուն, ազատություն, ազատություն